Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, այսօր առաջարկում եմ խոսենք ներքաղաքական իրավիճակից, քննարկենք ներքաղաքական կառուցվածքը եւ վերադասավորումները ընտրություններից առաջ, բայց մինչ այդ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 1991 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Եթե ուշադրություն դարձնեք ԿՊԱ-ների վերջին ամիսների, շաբաթների ելույթները, ապա նրանք միաձայն նույն դավադիր միտքն են կրկնում, որ թույլ չեն տալու կրկնել Գյումրու սցենարը, թույլ չեն տալու Գյումրու սցենարի կրկնությունը, ինչ նկատի ունեն իրենք սա ասելով, հիշում ենք, որ Գյումրիում ԿՊ-ն բոլորից շատ էր ձայն հավաքել, բայց ընդդիմադիր ուժերը միավորելով իրենց ձայները կարողացան Գյումրում ընտրել համայնքապետ, ի վերջո թե դա ինչպես ավարտվեց, բոլորը դա գիտեք, Վարդան Ղուկասյանը բանտում է եւ Գյումրին հիմա չունի քաղաքապետ եւ հիմա ԿՊ-ն ասում է, որ թույլ չի տալու նույնը կրկնել համապետական ընտրություններում, ինչը իսկապես ուզում են իրականացնել ընդդիմադիր գործիչները, ընդդիմադիր ուժերը եւ հենց դրա համար էլ միասնական ցուցակի ձևավորումը տեղություն ունենում, այսինքն ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը, որովհետեւ էլի հույսները դրել են նրա վրա, որ պետքա ԿՊ-ից ավելի շատ ձայներ հավաքեն իրար հետ վերցրած եւ այդպես կարողանան պարլամենտում ընտրել վարչապետ։ Սա իսկապես հնարավոր տարբերակ է եւ այս պնդումը հիմնավորվում է սոցիոլոգիական տվյալներ, որոնց տիրապետում են ինչպես ԿՊԱ-ականները, այնպես էլ ընդդիմադիրները, իսկապես հզոր ուժեղ Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ ձայն կարող են հավաքել, քան ԿՊ-ն եւ այդպեսով եթե սա տեղի ունենա, նրանք կարող են պարլամենտում ԿՊ-ի ներկայությամբ ընտրել վարչապետ։ Սա իսկապես խելամիտ սցենար է, եթե գործենք օրենքների եւ սահմանադրականության տրամաբանության ներքո, բայց մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը թքած ունի ինչպես օրենքների, այնպես էլ սահմանադրության վրա եւ ամեն ինչ անելու է, որ այս սցենարը կյանքի չկոչվի։ Մենք տեսնենք, որ մենք բոլոր առիթներով իրենց շահերից ելնելով թքած ունեն եւ սահմանադրության վրա եւ օրենքների վրա, գիտենք, երբ ուզում, ում ուզում կալանավորում են, այդ թվում եպիսկոպոսների քրեական գործ են հարուցել կաթողիկոսի նկատմամբ եւ այսպես այս տրամաբանությամբ պետք է հասկանալ, որ սա ԿՊ-ի համար պարզապես ընտրություն չի, սա նրանց համար կենաց մահու կռիվ է, իրանք պայքար են մղում կյանքի եւ մահվան միջեւ, որտեղ հասկանում են, որ եթե չհաղթեն, դա լինելու է իրենց վերջը։ Իհարկե չեմ ուզում որ իրենց վերջը լինի, բայց իրենց վերջն է լինելու եւ նրանք հասկանում են եւ ամեն ինչ անելու են, որպեսզի վերընտրվեն։ Դրա համար էլ օգնություն են խնդրում Եվրամիությունից, իբրև թե պայքարելու հիբրիդային գրողների, հիբրիդային պատերազմի դեմ, որը մղվում է Հայաստանի դեմ, օգնություն են խնդրում Միացյալ Նահանգներից, J.D. Vance-ից, գիտենք փոխնախագահ Vance-ը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը ունի իր աջակցությունը եւ այլն, ինչի համար են այդ աջակցությունը ուզում։ Իրենց իշխանության վերարտադրության համար, թե չէ ինչ հիբրիդային պատերազմի ինչ բան, նրանք ասենք Եվրամիությունից օգնություն են խնդրում, որպեսզի վերարտադրվեն։ Եվ այս առումով կարող ենք ասել, որ իրենց դրսի պարտներները միանշանակ կերպով աջակցելու են անօրինական դրսևորումներին եւ ինչ կարող է լինել ի վերջո մոլդովական սցենարը կարող է Հայաստանում կրկնվել, այսինքն առանցքային ընդդիմադիր ուժերը կարող են եւ չեզոքացվել ընտրություններից առաջ, այսինքն դուրս մղվեն, արգելվեն։ Եվ ամենահավանական տեխնացուն չեզոքացվելու համար դա Սամվել Կարապետյանի ուժն է եւ այդ ուժը կարող է չգրանցվել, կարող է արգելվել որպես հիբրիդային պատերազմի գործիք եւ հանուն հիբրիդային պատերազմի կարող է արգելվել, կարող է չեզոքացվել եւ այդ ամենախոշոր ընդդիմադիր ուժը այս պայծրությամբ կարող է դուրս մղվել եւ այսպիսով նրա դուրս մղումով կչեզոքացվի նաեւ ձայների մեծ մասը, որ այդ ուժը ունի եւ թող որևէ մեկին չթվա, եթե
հիմա Սամվել Կարապետյանի ուժը չեզոքացվի, այդ ձայները ամբողջությամբ հասնելու են այլ ընդդիմադիր ուժերի, չէ, ցեղ պետք է հասկանալ, որ գործ ունեն տարբեր էլեկտորատների հետ, իսկ էլեկտորատները չեն կարող մեխանիկորեն անցնել մեկից մյուսին, այդպես չի լինում, դրանք մարդիկ են, որոնք ունեն տարբեր հայացքներ, տարբեր ակնկալիքներ, տարբեր դասակարգեր են, տարբեր խավեր են եւ ամեն մեկը քաղաքականությունից, քաղաքական ուժերից ունի տարբեր երբեմն իրարամերժ ակնկալիքներ, այսինքն թող ոչ մեկին չթվա թե Սամվել Կարապետյանի բոլոր ձայները անցնում են Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին, չէ, այդպես չի լինում քաղաքականության մեջ, քաղաքականությունը այս տրամաբանությամբ չի աշխատում եւ ի վերջո իշխանությունը ամենայն հավանականությամբ գնալու է սրանց, սրա մասին մենք արդեն ամիսներ շարունակ խոսում ենք, ինչպես ես, Էդմոն Մարուկյանը եւ այլ գործիչներ, որ իշխանությունը կարող է արգելել Սամվել Կարապետյանի ուժին եւ նաեւ սա հաղթահարելու դեղատոմսն կա, որ էլի շատ ակնհայտ է, միասնական ցուցակ է, այսինքն ակնկալվում էր, որ Սամվել Կարապետյանը պետքա դրսևորվի որպես հայկական Իվանիշվիլի, իսկ ինչ էր արել Իվանիշվիլին, մարտահրավեր էր նետել անպարտելի մարդկանց բանտերում կտանքների ենթարկող Սաակաշվիլիին, միավորել էր գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը եւ հաղթել իշխանությանը Եվ հիմա նույնը կարելի է անել Հայաստանում, այսինքն միավորել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերին, ամենաազդեցիկներին, իշխանության հետ չհամագործակցողներին, այն ուժերին, որոնք իշխանության հաճախորդը չեն, իշխանությունից փող չեն ստանում, իշխանության կցորդը եւ հավելվածը չեն, այդ բոլոր այդ նորմալ ուժերին համախմբել եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ Սա ինչով է արդյունավետ, այդպիսի մեծ ուժը հնարավոր չի լինի արգելել, հնարավոր չի լինի, որտեղ դա մեծ աղմուկ կբարձրացներ, բայց հիմա դաշտում լինելու են մի քանի տասնյակ տարատեսակ ուժեր եւ հիմա մինուս պլյուս մեկի չեզոքացումը կամ դուրս հանելը առանձնապես մեծ աղմուկ չի հանելու եւ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իր դիրքերը այս բայդրությամբ ամոթ չեն եւ ինքը կարող է պարտվել, ինքը կարող է գնալ ցարեղ քայլերի։ Շատ կներեք, եթե նույնիսկ կաթողիկոսի դեմ են քրեական գործ հարուցում, դուք ով եք, որ դեմ չհարուցեն քրեական գործ։ Այսպես ունենք մտահոգիչ իրավիճակ, մտահոգիչ իրականություն, որը կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունը նորից վերարտադրվի։ Ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ ունենք այդ փորձառությունները 2021-ից 2026 թվականը նայեք հələ ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը, Արցախը էլ չկա, Ստեփանակերտը էլ չկա, Հայաստանի տարածքները շարունակում են օկուպացված մնալ, Հայաստանը տվել է Միչանսկ եւ այլն։ Պատկերացրեք, թե վերընտրվելուց հետո ինչ ալնելու, բայց սա էլ մի կողմ։ Ընդդիմությունը իմ համոզմամբ դեռևս համարժեք չի պատասխանում այս մարտահրավերներին, որովհետև եթե իրենք այդքան խելացի են եւ ինտելեկտուալ են, մտածում են, որ Գյումրու սցենարը կարելի է իրականացնել, իշխանությունը ձեզնից ավելի խելացի է, ինքը հակաթույն է մտածում եւ այդ հակաթույնը կյանքի է կոչելու եւ արդեն ասեցի թե ինչ կարող է լինել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերի հետ։ Սրա մասին եմ ուզում խոսել, ուզում սրա մասին բոլորդ էլ մտածեք, արտահայտվեք, գրեք ձեր կարծիքները, մեկնաբանությունները, քննադատությունները եւ այլն։ Շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ ակտիվության համար եւ մինչեւ ավարտելը Եվս մեկ անգամ կրկնեմ, որ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 191 եւ հավանալ տարածել ընդհատակից դրույթները։ Շնորհակալություն։